Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, յուրաքանչյուր ուրբաթ փորձագետների հետ քննարկում եւ վերլուծում ենք շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է վերլուծաբան Նարգիշ Տիկիվիրյանը։ Բարև ձեզ, պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Կիվիրյան, վերջին օրերին լայն քննարկման առիթ է դարձել Սամվել Կարապետյանի թիմի որոշումը անվտանգության հարցերով խորհրդատու ներգրավել հրեա մասնագետի, կոնկրետ գեներալ Զվիկա Խայմովիչին, առաջին հայացքից սա կարող է թվալ, որ շատ այսպես պրոֆեսիոնալ որոշում է, կշռադատված, վերլուծած, նա ունի 30 տարվա այսպես ռազմական փորձ, բայց հայկական իրականությունում, այսինքն հայկական իրականության մեջ կա մի հատված հասարակության, որը այս նշանակման մեջ տեսնում է ոչ թե կոնկրետ գեներալի, այլ մի պետության ներկայացուցչի, որը սերտ ռազմական կապեր ունի կոնկրետ մեր թշնամու հետ, Ադրբեջանի հետ։ Հիմա եկեք հասկանանք, միթե քաղաքականության մեջ կարևոր է միայն այն, թե ինչ ես անում, այսինքն այդ հաշվի առնելով նրա փորձը, գերակշիռ այդ տարիների, կարևոր չէ նաև այն, թե որքան հեշտ է քո քայլը հենց օգտագործել քո դեմ։ Այդ պահին, որովհետև անկեղծ ասած ինձ մոտ է sense միանգամից երբ հնչեց նրա անունը, երբ որ լսում էինք արդեն իրենց համագումարի ժամանակ, միանգամից առաջին հարցը որ եկավ, ասացի հիմա կսկսեն գրել, որ ահա հրեային բերել են ու ընդդիմադիր դաշտը այսպես էլի կսկսի տատանվել, հասկանալ ժողովրդի մեջ ինչ է առհասարակ տեղի ունենում, այս վախերը, նկատառումները ոնց դուք կմեկնաբանեք։ Նայեք, հարցը հետաքրքիր է, ծավալուն է, փորձեմ բացատրել ուլարփուլ։ Ես ինքս գտնում եմ, որ այդ քայլը շատ սխալ էր, չարժեր այդ քայլին դիմել, հետևյալ նկատառումներից ելնելով։ Նայեք, ոչ մեկը չի ասում, որ դա փորձառու գեներալ չի, չնայած ինչքան որ ես ծանոթ եմ, ինքը գիտեք հակահարվածային այդ պաշտպանության, օդային պաշտպանության հեղինակներից մեկն է եղել, կարծեմ այդ Պրաշա Դավիդը, դրա, որը ինքը արդյունավետ էր որոշակի առումով Խամասի հրթիռների դեմ, որոնք իրենցից որևէ լուրջ սպառնալիք չէին ներկայացնում։ Ընդամենը կարելի է ասել, տրուբային, որ երկու ծայրը այսպես զոդված էր եւ կարողանում էին թռցնել։ Լուրջ զենքերի դեմ, օրինակ իրանական հրթիռների դեմ, ակնհայտ դարձավ, որ այդ համակարգերը այդ երկաթյագմբեթը, դա մնացածը անկարող եղան պաշտպանել։ Այսինքն իսկ պետք է հաշվի առնել, որ մեր հակառակորդները, այսինքն նույն Ադրբեջանը, ինքը զինված է շատ ավելի լավ, քան Խամասը, այսինքն իր հրթիռային պոտենցիալով ինքը կարելի ասել որոշակի իհարկե Իրանին զիջում է, բայց հաստատ Խամաս չի։ Այսինքն եթե լինի պատկերացնենք թեորետիկ պատերազմ, մեր վրա այդպես ասած պարզունակ հրթիռներ չեն թռնելու, այլ շատ ավելի լուրջ։ Հիմա երկրորդը նայեք, ուրեմն բանակի նախկին գեներալ չի լինում, հասկանում եք։ Ուրեմն այդ բոլոր մարդիկ, ինչքան էլ լինեն պաշտոնաթող, վստահ եղեք, որ իրանք ենթարկվում են Ամալին, ենթարկվում են Մոսադին, այսինքն մինչև հիմա կապված են եւ Իսրայելի հատուկ ծառայությունների հետ եւ կապված են ուրեմն Իսրայելի բանակի գենշտաբի հետ։ Այդ երկրորդը, նայեք, ես ասում եմ, ոչ մեկը չի քննարկում այդ մարդու պրոֆեսիոնալ լինել չլինելը։ Մենք քննարկում ենք այլ բան։ Երրորդը, նայեք, դուք պատկերացրեք, որ իրանք, ինչպես ես մատնանշեցի, կապված են այդ ուրեմն կառույցների հետ։ Ուրեմն նայեք, Ադրբեջանը, որ ասենք Իսրայելից գնել է զենք, ընդ որում ամբողջ աշխարհում է այդպես, հենց որ դու գնում ես բարձրակարգ զենքեր, քեզ դրա հետ միասին մատակարարում են նաև մասնագետների, ընդ որում զինվորական, որոնք մասնակցում են ռազմական գործողությունների ընթացքում։ Նայեք, 2020 թվականի պատերազմի ժամանակ այն սպառազինությունը, որը Ադրբեջանը գնել էր Իսրայելից, ուրեմն սպասարկվում էին
Իսրայելի համապատասխան մասնագետների կողմից, որոնք շարքային չեն, դրանք նույնպես զինվորական են։ Ուրեմն դա ավանդույթ է։ Օրինակ հիմա նայեք, Իրանը գնել է Չինաստանից բազմաթիվ զենքեր։ Վստահ եղեք, որ այնտեղ նստած են եւ սպասարկում են չինական այսպես համապատասխան մասնագետներ։ Հենց որ դու զենք ես գնում Ռուսաստանից, նույնն է տեղի ունենում։ Հիմա ասենք ինչ որ մեկը մտածում է, որ ասենք պատկերացրեք լիներ 2020 թվականի կոնֆլիկտը, այնտեղ նստած են իր նախկին զինվորաները։ Ինքը նրանց դեմ գործողություն էր նախաձեռնելու։ Հասկանալի է, որ ոչ։ Հասկանում եք, այս ամենը պետք է հաշվի առնել։ Նայեք, այսօրվա դրությամբ կա ձևավորված իրավիճակ, այն որ ուրեմն Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի կողմից արտադրվող սպառազինության գնորդներից մեկը, խոշորագույն գնորդներից մեկը։ Հիմա կարող է լիներ բացառապես այլ իրավիճակ, ասենք Հայաստանը գտնվեր ոչ թե այս տարածաշրջանում, այլ օրինակ Հայաստանը գտնվեր այլ տարածաշրջանում։ Այդ պարագայում Իսրայելից մասնագետներ հրավիրելը կարող է եւ այսպես ասած դիտարկվել դրական քայլ։ Օրինակ նայեք, ով ծանոթ է Սինգապուրի պատմությանը, ինքը գիտի, որ Սինգապուրի բանակը ստեղծել են Իսրայելի զինվորականները։ Բայց այնտեղ բացարձակ այլ իրավիճակ էր։ Նայեք, Սինգապուրի բանակը ստեղծվում էր ինչ որ առումով ընդդեմ մահմեդական Ինդոնեզիայի, ընդդեմ մահմեդական Մալազիայի, եւ այդ պարագայում շատ կարեւոր էր նաեւ որ Իսրայելը շատ մեծ փորձ ուներ մահմեդական երկրների դեմ պատերազմներում, ճիշտ է։ Ընդ որում անգամ այդ պարագայում Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն իր հուշերում նշում է, որ ինքը սկզբից դիմել է ուրիշ մոդել, ինքը դիմել է Եգիպտոսին, խնդրելով մասնագետներ։ Իրան մերժել են եւ դրանից հետո ոնց որ իր ձեռները ավելի բաց է եղել։ Բայց դա նայեք, Սինգապուրը որտեղ, մենք որտեղ։ Այսօրվա դրությամբ նայեք, ուրեմն Իսրայելի հիմնական հակառակորդներից Իրանը հանդիսանում է մեր ստրատեգիական ուրեմն դաշնակիցներից մեկը։ Ընդ որում բացի ստրատեգիական դաշնակից լինելուց, այստեղ կա նաև, գիտեք, շատ խորքային քաղաքակրթական խնդիր։ Վերջի վերջո հայերը որպես արիացի եւ Իրանը որպես արիացիների երկիր ունեն ընդհանուր ծագում։ Բայց դա մի կողմ շահերի առումով։ Չնայած ես դա այդ քաղաքակրթականն էլ ունի իր դերը, որտեվ հայ ժողովրդի, հայ ազգի մոտ այդ պրոիրանականությունը եւ հակահրեականությունը այս պահին պայմանավորված այդ քաղաքակրթական խնդիրներով, խորքային ընդհանուր ծագումնաբանությամբ։ Բայց դա մի կողմ շահերի առումով, նորից եմ ասում, քո հարևանն է, քո հիմնական, այսպես ասած, վերջի շրջանում, վերջի տարիներին Իրանի կողմից վարվող քաղաքականության արդյունքում է, որ դու կարողացար ինչ-որ առումով պահպանվել։ Ոնց է նայվելու, ասենք, այս քայլը պատերազմով Իրանում, այս իրավիճակում։ Նայվելու է, որ դու բերել ես մեր թշնամուն եւ անվտանգային համակարգում։ Ուրեմն այո, անվտանգային համակարգում։ Այսօրվա դրությամբ մենք ինչքան ժամանակ է խոսում ենք նրա մասին, որ օրինակ Ադրբեջանը բերել է եւ համապատասխան մասնագետներ է ներմուծել իր տարածք, իսրայելական մասնագետներ, այո, որը օգտագործում է ընդդեմ ուրեմն Իրանի։ Ինչ է սա նշանակում այս քայլը։ Այդ առումով ես ասել եմ իմ կարծիքը, ով այդ մարդկանց նման խորհուրդ է տվել, ուրեմն իրենք պետք է այդ հասկանան, որ իրենց գցել են այդ թակարդի մեջ եւ ուրեմն փորձեն ինչ որ ձևով դա շտկել։
Ընդ որում, նայեք, ես մի բան էլ ասեմ, դու էլի անգամ եթե ինչ-որ մասնագետի ծառայությունից նման օգտվում ես, ուրեմն պետք է նաև ունենաս այդ ժողովրդական լեզվով ասած կցածակը, այս իրավիճակում դա ցույց չտալու, դա չհանրայնացնելու։ Հա։ Հասկանում ես։ Այս պարագայում, քանի որ խոսեցինք այդ հանրային վստահության թուլացման, ասենք, գիծ նկատվեց ու Նարեկ Կարապետյանը բառացիորեն ներեք այսպես Facebook-յան եթեր էր մտել ու փորձեց համենայն դեպս արդարացնել հենց իսրայելցի այս գեներալի ներգրավումը անվտանգային իրենց ծրագրում հղում անելով էլի 44-օրյա պատերազմին, որ այդ ժամանակ մեր ամենաթույլ տեղը իհարկե օդներ, ու ասում է հիմա պատկերացրեք այդ ասողներ ովքեր ասում եք, դա երևի մեզ էլ նկատի ունի, որտեղ մենք էլ ենք զարմացել փաստուն այդ փաստից, որ Աստվածչանի ձեր երեխան է այդ պահին բանակում ու էլի օդային հարձակում, մենք ոչինչ չգիտենք։ Այսպես շատ էլի հասկանալ մարդկային առումով, բայց նայ, քանի որ ես չեմ լսել Իսկ ես սովորեմ մեկնաբանել այն ինչ որ լսել եմ, ես իր այդ հարցազրույցը չեմ լսել։ Եվ բացարձակ չի ցանկանամ մեկնաբանել, որովհետև ծանոթ չեմ։ Պետք է ամբողջապես լսեմ, որպեսզի մեկնաբանեմ։ Ընդհանրապես մի բան նորից ասեմ։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, թե արդյոք Իսրայելը կարողանում է պաշտպանել իր օդը եւ այս ընդորում այդ մարդկանց ստեղծած համակարգերն են, չէ՞։ Իրանական հերթերներից։ Ես բազմաթիվ անգամ այս տարիների ընթացքում հենց որ տվել եմ հարցազրույցներ, ես այս նյուանսը բացատրել եմ։ Նայեք, ով ծանոթ է Խամասի սպառազինությանը, ինքը դա գիտի։ Նայեք, ավելի ժողովրդական լեզվով բացատրեմ։ Այդ մարդիկ լուրջ պոտենցիալ չունեն, դե ամբողջովին բլոկադայի մեջ է, կա թունելներ, չէ, Գազայի հատվածը, այո, Գազայի հատվածը, կան թունելներ Եգիպտոս, այնտեղից ինչ որ բան բերում են։ Այդ մարդիկ սովորել են այն ինչ որ գիտեք ոնց է հարմարեցվում է որպես զենք, այսինքն ձայնը հանում, պայթումը սարքել դրանից զենք։ Հիմա վերցնում են այդ խողովակները։ Երկու կողմը երակցում են համապատասխան մեջը տեղադրելով վառորդ բան եւ դա կարողանում են թռցնել։ Ինքը չունի որևէ, ոնց ասեմ, նայեք, պրիցելնե ռուսեր ցավոք սրտի կետային, հա, ոչ ուրեմն նշանառություն դրան կարող ես բռնել, ոչ հստակություն, ընդամենը ուր կանգնի կպայթի։ Եվ դա խոցելը, այսպես ասած, շատ պարզունակ համակարգներ ընդունակ է խոցել։ Նայեք, դա մոտավորապես, նայեք, Արցախյան պատերազմը հենց որ նոր էր սկսվում, առաջի պատերազմի մասին է խոսքը։ Կային ոչ ռազմական համակարգեր, բայց որը այտենց հրթիռային բաններ, ալազան էր կոչվում։ Մոտավորապես ալազանն է, հասկանում եք։ Այսինքն ինքը չունի լուրջ պոտենցիալ։ Այսօրվա դրությամբ ասենք, նայեք, ոչ միայն Իրանը, ուրեմն տարիների ընթացքում Հեզբոլլան կուտակել է որոշակի ավելի լուրջ հրթիռների պաշար։ Ընդ որում դե մի մասը իրանական մակաբանի, մի մասը Սիրիայից ուրեմն հենց որ ինքը օգնում էր Բաշար Ասադին Իրան մնացելա։ Օրինակ 3 իրանք կիրառեցին այդ սկադը, որը համարվում է ուրեմն ոնց ես ասեմ, ուրեմն սառը պատերազմի վերջի հրթիռներից, բայց անգամ դա շատ լուրջ է։ Ուրեմն համեմատած ուրեմն Խամասի պաշարների հետ։ Եվ այս համակարգերը գործում էին այդ առումով։ Հենց որ շատ լուրջ բան սկսեց թռնել դեպի Իսրայել, այս համակարգերը չեն աշխատում։ Աշխատում, ավելի շուտ ասենց պատկերացրեք, աշխատում են այնքանով, որքանով։ Նայեք, ուրեմն դրանց երկաթե գմբեթը թե այդ Իսրայելին է, չէ, դա հենց Իսրայելին է, այնտեղ 2-3 համակարգ կա։ Նայեք, մի բան է ընդ որում ձեզ ասեմ, սկզբից երկաթի գմբեթներ, հետո էր այդ ստեղծվեց, ավելի ոնց որ ուրեմն Դավիթ Պրաշյան պետքա բռնի ավելի լուրջ հրթիռներ։ Նայեք, մի օրինակ էլ բերեմ, որ պատկերացնեք։ Ուրեմն Իրանը ստեղծել է մի պատերազմական ռազմական մոդել, որտեղ նվազագույն ռեսուրսներով կարողանում է հարուստ երկրներին,
ինքը չունի այս պահին այդ ռեսուրսները, իրանը շատ նվազեն, հարուստ երկրներին առավելագույնը չլել եւ վնաս պատճառել։ Օրինակ, այն ինչով ինքը փորձում է ծակել այդ համակարգը, օրինակ այդ դրոնները արժեն 20-ից 30,000 դոլար։ Ամեն դրոն բռնելու հրթիռը արժե 3 միլիոն դոլար։ Մաշեցնելով Չէ, դուք պատկերացրեք, 20,000 դոլարով ինքը մաշացնում է 3 միլիոնը։ Ասենք, դա պետքա, ուրեմն նայեք, դու պետքա նույն, ասենք, վերցենք Ադրբեջանը, չնայած այսօրվա դրությամբ, ես ես մի բան ասեմ, պարզ է, որ Հայաստանի եւ ներկայիս իշխանությունները եւ հարցը թե ապագայի իշխանությունները արդյոք պատրաստվելու են Ադրբեջանի դեմ պատերազմին։ Դա թողնենք մի կողմ։ Պատկերացենք թեորետիկ ենք վերլուծում։ Վերցենք Ադրբեջանը, պարզ է, որ Ադրբեջանը, ասենք, նույն ոնց որ Իրան-Իսրայել համեմատության մեջ մենք Իրանի դերում ենք, որտեղ մեր ֆինանսական ռեսուրսները շատ ավելի նվազ են այս պահին։ Այսինքն դու պետքա հակառակը կիրառես իրանական մոդելը։ Այսինքն նվազ ռեսուրսներով հարուստ երկրին առավելագույնը կարողանաս չոքացնել։ Դու չունես այդ առավելագույն ռեսուրսները։ Լավ, եկեք անդրադառնանք ընտրությունների թեմային, քանի որ խոսեցիք նաև ռեսուրսների մասին ու ընդդիմադիր ու իշխանական դաշտի ռեսուրսների մասին էլ խոսենք այս պահին, բայց ավելի շատ վստահության ռեսուրսի մասին եմ ուզում էլի խոսենք, որովհետև Փաշինյանը երեք ինչ որ էլի յարթայնացած հայտ արեց, որ կան որոշ ուժեր, դե բնականաբար նկատի ունի ընդդիմությունը, որոնք իբրև հիբրիդային, չգիտեմ ինչ բաների մեջ են, պայմանավորվածությունների մեջ են երրորդ կողմերի հետ նկատի ունի բնականաբար այն երկրները, որոնց հետ իբրև դաշնակից են կամ դաշնակից չենք, մի խոսքով հայտարարեց, որ շուտով, այսինքն ընտրությունների արդյունքներից հետո նոր պատերազմ են ուզում հրահրել, այսինքն մաքսիմում սեպտեմբերին էլի ինչ որ արունալի պատերազմի ասենց ահազանգ տպեց երեք Փաշինյանը։ Հիմա իշխանությանը դեմ ընտրող դա իշխանությունը, բայց իշխանությանը դեմ ընտրողների համար կոնկրետ պարոն Կիվիրյան, դժվար է լինելու իրականում կողմնորոշվել ում ընտրել ընդդիմադիր դաշտից, երբ նույն ընդդիմադիր դաշտում ընդդիմադիրները պայքարում են միմյանց դեմ։ Հիմա ընտրողի համար նույն ձևի լակմուսի թուղթ է ծառայելու այն փաստը, չէ, լավ, որն է ծրագիրը, թե լավ, նայենք ծրագրին, թե նայենք ընդդիմադիրների պահվածքին, լավ, եթե իրանք իրար կոպիտ ասած ժողովրդական լեզվով իրար ուտում են իրար մեջ, բա այդ դեպքում ում ենք ընտրենք, էլի ում վստահենք, վստահության ռեսուրսի մասին է։ Հիմա, երբ ընդդիմադիրները պայքարում են ոչ միայն իշխանության, այլ նաև միմյանց դեմ, ով է իրականում շահում այդ պայքարից, պարոն Կիվիրյան։ Գիտեք, ձեր հարցը մի քիչ շատ ծավալուն փուլային էր, եկեք կետ առ կետ նորից պատասխանեմ։ Առաջինը հենց որ ինքը երեք խոսում էր հիբրիդային պատերազմից։ Հա, բացատրեց էլի, նայեք, հիբրիդային պատերազմի որպես ապացույց ինքը ինչ է ներկայացրեց։ Ինքը ասում էր, գիտեք ինչ կա, տարբեր իմ ընտանիքի մասին ասում են, որ էս ունես, այն ունես, տարբեր, հա, ուրեմն նայեք, տարիները, ուրեմն նայեք, եթե ինքը այս կամ այն գործին վարքաբեկումը դիտարկում է հիբրիդային պատերազմ, նաև ոչ մի։ հա, նո դա էր հիմքում դնում վերջի իր ելույթում։ Ուրեմն նայեք, տարիներ առաջ ինքը դատվել է որպես լրագրող, ասենք որ քաղաքական գործիչներից մեկի մասին գրել է, որ նրա կինը իր տրուսիկում ոսկեղեն էր անցկացրել։ Այսինքն ինչա, այս մարդը դրանով, ասենք, եթե դա դիտարկում է հիբրիդային պատերազմ, ուրեմն սրանից 20-30 տարի առաջ դեռ Նիկոլ Փաշինյանը որպես լրագրող զբաղված է եղել Հայաստանում հիբրիդային պատերազմով։ Վաղեմության բան չկա։ Չէ, գիտեք, վաղեմության խնդիրը չի։ Ուրեմն դա, հա, եթե դա դիտարկում է նման ձևով, ուրեմն դա հիբրիդային հենց պատերազմի լավ օրինակն է, որը ինքը վարել է։ Այդ հարցին թող պատասխանի, թե ինքը տարիներ շարունակ, այսինքն վարել է հիբրիդային պատերազմ, այդ մեկ, անցնենք հիմա առաջ, երկրորդը։ Նայեք, դե գիտեք ոնց է, ընդդիմադիրները իրար մեջ պայքարում են, թե ով պետք է լինի թիվ 1 ընդդիմադիրը։
Ընդամենը այս պահի դրությամբ այդ Դե- պայքարն է գնում։ Ուրեմն որովհետև ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ զուտ ընտրություններով դու Հայաստանում իշխանություն չես վերցնի, եթե ընդդիմություն ես։ 30 տարի ոչ մեկի մոտ չի հաջողվել, հազիվ թե այս պահին, հենց որ Նիկոլ Փաշինյանը ամբողջովին ստեղծել է մի ռեպրեսիվ համակարգ, առավելագույնս ձգելով, այսպես ասած, բաները, ուրեմն բոլտ ու կայկաները տարբեր համակարգի, ուրեմն ինքը ընտրություններով կհանձնի իշխանությունը։ Դա պետքա մի քիչ շատ պարզամիտ լինես, չեմ ասում մանկամիտ, չնայած մանկամիտ էլ, որպեսզի հավատաս դրան։ Լավ, բայց միմյանց չքննադատող ընդդիմություն ասված է գաղափարի իրատեսական է ձեր կարծիքով։ Եթե չես կարողանում պայքարել իշխանություն վերցնելու համար, մնում է պայքարես ընդդիմության մեջ մնալու թիվ 1 ընդդիմադիր լինելու համար։ Սա դրա տրամաբանության մեջ դուք դիտարկեք, ցանկացած քայլ ունենում է իր տրամաբանությունը։ Սա է հիմքում դրված։ Բայց դրանից ով է շահում։ Էլի վստահության կորուստ, այսինքն էլի ստացվում է ժողովուրդը ասում է, ես չգիտեմ, էլի ընտրություն վատի կամ ավելի վատի միջև բայց եկեք մի բան ասենք, էլի ֆիքսենք նորից։ Նայեք, ուրեմն մենք չունենք լավի ու վատի մեջ ընտրություն։ Ուրեմն այս ընտրական մոդելը աշխարհում երևի վերջի մի 100 տարվա է, չէ՞։ Ուրեմն ինչ էր պետք, էլիտաներին պետք էր լայն զանգվածներին ներշնչել, որ իրան ձայնից կախված է ինչ-որ մի բան։ Հիմա դուք նույն ձևով ասում եք ժողովուրդը ոնց կնայի, եթե ժողովրդի ձայնով չի որոշվելու արդյունքը, հասկանում եք։ Էլ գլոբալ առումով ձայնով չի որոշ։ Դուք վստահ եք, որ ժողովրդի 30 տարվա մեջ դուք կարող եք վերել մի օրինակ, որ որոշվել է, այսինքն նայ, նույն Նիկոլ Փաշինյանը, չէ, 2017 թվականին իրանք դաշինքով ինքը Էդմոն Մարուկյանը, եւ դաշինքի մասին է խոսքը, հավաքել են 7% ձայն, չէ՞ մոտավոր, կասեմ մի քիչ ավել պակաս է, ու չէին վիճարկել այդ ընտրությունը։ Ընդամենը կարճ ժամանակ հետո լինելով իշխանություն արդեն ինքը հավաքում է մեծամասնություն։ Բա պարզ չի, որ դա գալիս է, որ դու ունես իշխանություն, այդ իշխանությունը կարողանում ես ռեալիզացնել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների մի մասը եղել են իշխանության մեջ։ Իրանք հոյակապ գիտեն ոնց է իշխանությունը վերարտադրվում։ Արտակարգ ու դեմ պայքարներն են գիտեն, այսինքն պայքարելու միջոցներն են։ Այս պարագայում իրանք ինչա մտածում են, որ իրանք լինելով իշխանություն վերարտադրվում էին, իսկ Նիկոլ Փաշինյանը այնքան ազնիվ անկեղծ ժողովրդավար տղա է, որ դրան չի գնալու։ Չէ, ասենք դա ինչ մանկամտություն է։ 2021 թիվը վերցեք։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը, որ ասում է ժողովուրդը ինձ տվել, դու հանձնեիդ բոլոր լծակները ու տեսնենք դու որտեղ կլինեիդ, կստանայդ կգնայդ ազգային ժողով, թե կգնայդ մեկուսարան։ Սա հասկանում եք, ով եղել է իշխանության մեջ, նա գիտի ոնց է սա տեղի ունենում։ Այսինքն չունենք էլ ոչ մի գործիքակազմ ու լծակ, ոչ փողոցը, ոչ ինքնիշխանությունը, ոչ արդար ընտրություն։ Նայեք, ես բացատրել եմ, որ իշխանություն վերցնելու կա 3 ճանապարհ։ Ընտրություն, հեղաշրջում, հեղափոխություն։ Այս 3 ճանապարհն է։ Երկար իմ հարցազրույցներում այսքան տարիներ ես դա բացատրել եմ։ Հիմա դնենք, գիտեք ոնց է, հեքիաթ պատմենք, ասենք, գիտեք ոնց է, ժողովրդին, որ այս ասես կգնան քեզ կընտրեն, այն ասես քեզ կընտրեն, հասկանում եք։ Լավ, ընդդիմադիր դաշտի շանսերը որքան եք գնահատում։ Ինչ առումով, մտնելու ազգային ժողով, դե 1 կամ 2 կուսակցությունը կմտնեն հավանաբար, էլի։ Հա, դե պարզ է, որ նայեք, օրենքի պահանջն էլ է դա։ Գոնե կթողնի։ Չէ, օրենքի պահանջն է, չէ, բայց դե պարզ է, գիտեք ոնց է, նայեք, ակնհայտ է, որ ժողովրդի մեջ կա, չէ, այդ դժգոհությունը, բայց այդ նույն դժգոհությունը կար 21 թվականին։
Հիշեք, պատերազմից հետո օրեր կային, որ Նիկոլ Փաշինյանին, ասենք, չգիտեմ, այնքան ինչ որ մկան ծակ էր գտել, չի կարա գտնել հանել։ Գենշտաբում էր, որտեղ էր, ինչ էր, հասկանում եք։ Այսինքն մարդը չուներ իշխանություն։ Ու այդ պարագայում ինքը ընդամենը կարողացավ օգտագործելով իշխանության լծակները վերարտադրվել։ Նայեք, մարդը անգամ նայեք, տեղական ընտրությունները վերցրեք։ Տեղական ինքնակառավարման ընտրությունները, որը իրան ոչինչով չի սպառնում։ Հիմա, գիտեք ոնց է, կենտրոնական իշխանության համար գլոբալ առումով ոչ մի նշանակություն չունի, ասենք Գյումրիում կամ Գորիսում ով կլինի։ Դա պետքա լրիվս sense տարապես, չգիտեմ, տոտալիտար ինչ-որ մոդելով, որ ընկնես գեղերի բանով, բայց ինքը թողնում է, որ իբր ընտրվեն, ու հետո տանում է բանդ։ Այսինքն Գյումրի 2 չեն կընկալում։ Նայեք, դե հիմա ես ասում եմ ձեզ, Գյումրիում իրան հաղթողները որտեղ են։ Իրանց տունը նստած են, պաշտոնում նստած են, բանտում են, չէ։ Դրանից առաջ հիշեք Վանաձորը։ Կասեմ հիմա դուրս է, չէ, եկել, բայց ուր էր այդ մարդը։ Բանտում էր։ Հիմա վերցեք մնացած տեղերը։ Այնտեղ են մեկը սիպած ծաղկեպունջով սկսեց դիմավորել, են մեկը բանտում է, հասկանում եք։ Այսինքն ինչ որ մեկը հավատում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը տեղական ինչ որ հերավոր ինչ որ քաղաքի համար նման վերաբերմունք ունի, ապա այս պարագայում հենց որ ինքը հասկանում է, թե ինչ ա արել այս տարիների ընթացքում, հասկանում եք։ Լավ, եթե խոսում ենք դրանից, հա հիմա թեժացրեցինք ընտրության հարցը, ընդդիմություն իշխանություն պայքարում եւ ընդդիմություն։ Իսկ այդ հիասթափության ֆոնին, եթե չունենք անգամ այդ վստահությունը, որ ընտրությամբ էլ է ասնելու, ասես դուք արդեն փաստերով դրեցիք, բայց մասնակցության, չէ, որ ընտրությամբ կհաղթեն։ Հիմա բայց առանց հույս Բանկի վրան, դե բա ո՞նց անենք հիմա, մենք հեսա քարոզարշավի շեմին ենք կանգնած։ Հիմա տեսեք, այդ նշանակում է ձեռքերն ես լվանակ, ոչ իման թող չանեն, էլի։ Ինչի համար են բանում, մարդկանց մասնակցությունը ապահովելու համար այդքան դրոշակները, մարդիկ մասնակցեք, ձեր յուրաքանչյուրի ձայնը կարևոր է։ Մենք ժողովրդավար երկրում ենք ապրում, կապ չունի, որ Ուրեմն 30 տարի 5 ենք պակաս 30 տարի, եթե դուք բոլոր ընտրություններից առաջ հանեք գործիչների կարգախոսները, լրագրողները այսպես հարցերը, դուք կտեսնեք, որ բոլորը կրկնվում է։ 90 ուրեմն 5-ից առաջ խորհրդանական եղել 90 բոլորի առաջ, որ այս քո ձայնը, հիմա կործանվում է, դու պետքա փրկես, քո ձայնով կփրկվի, ու գիտեք ոնց է, հետո անցում է որոշ ժամանակ նոր ընտրություն, նորից է սկսվում, բայց նորից եմ ասում, գոյություն ունի ընդհանուր ստատիստիկա, որ Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր երբեք ընդդիմությունը ընտրությունով չի վերցել իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը դարավ ազգային ժողովում մեծամասնություն, հենց որ արդեն իշխանություն էր։ Հիմա դա այն ասում է, ինչպես Ստալինը ասում էր, ֆակտ վեշ ուպրեմ է, փաստը շատ համառ բան է, հասկանում եք, սա փաստն է, մնացածը դա երազանքներն է մարդկանց։ Պարզ է, որ ասենք ընդդիմությանը ձեռը տալիս, որպես ազգային ժողով 1, 2, 3 տեղ ավել ունենան, այտենց ինչ որ ասենք լեքսիկոն բանացնեն։ Դու գլոբալ առումով կարաս նման աշխատանք տանել, եթե ունես, ասենք, պլան B-ն, C-ն, այսինքն ես ասել եմ, օրինակ կա իշխանություն վերցնելու հիբրիդային ձև, ընտրություն, որը վերածում ես հեղափոխության։ Մենք էլ ենք հիբրիդային պատերազմ, քարոզում, բանկի վրա։ Հիբրիդային ձևը, դա այսպես ասած միքսն է, այսինքն ընտրություն, բայց դու ասենք քո բոլոր պլանները պետք է հստակ իմանաս։ Հիմա նայեք, ես չգիտեմ, օրինակ վերցնենք, ասենք ապրիորի Սամվել Կարապետյանից, ասենք իրանք չգրանցեցին, իրանք ունեն պլան B-ն ինչ են անելու։ Մինչև ընտրությունը, կարոնց չգրանցել, չէ։ Հետո ասենք մինչև ընտրությունը, ասենք այս կամ այն լիդերներին, ոչ միայն Սամվել Կարապետյանի, կարող է այլ կուսակցությունների նաև լիդերներին նորից ձերբակալեն։ Դուք ունեք պլան C-ն, D-ն, գնաց ընտրություն, իշխանությունը ինչպես միշտ կիրառեց իր լայնածավալ վարչական ռեսուրսը, դու ունես դա,
Այս իրեք բոլորը հարցեր են։ Թե չէ, գիտեք, ընկել են քաղաքացու ջանին։ Այս հարցերի պատասխանները պետք է տան քաղաքագործիչները։ Հասկանում եք։ Իսկ հենց որ դու չունես պատասխան, դու սկսում ես, ասենք, գիտեք, ակնկալում ես պատասխան, ասենք, այնտեղ Սուսո տատիկից, որ դա իր ձայնից է փրկությունը։ Հա, վերջում էլ ասում են դուք եք մեղավոր։ Հա, վերջում դե պետք է հասկանում եք, միշտ Սուսո տատիկը մեղավոր կլինի, հասկանում եք։ Կարկանդակ ծախող Սուսո տատիկը միշտ կլինի մեղավոր։ Հազարամյակներ շարունակ Սուսո տատիկները չեն ապահովել իշխանություն։ Այս վերջի 100 տարվա մեջ ստեղծվել է այդ միֆը։ Էլի իրական կառավարիչ էլիտաները թաքնվել են այդ մոդելի հետևում։ Հիմա չխորանանք դրա մեջ։ 3 միլիոն վարչապետի մոդելն է։ Չէ, դա ուրիշ մոդել է։ Չէ, դա ուրիշ մոդել է։ 3 միլիոն վարչապետը դա հենց այդ պոպուլիզմն է դասական։ Հիմա դրա համար դուք նայեք, հիշեք 2000 դուք գոնե շատ թարմա 2021 թվականի ընտրությունից առաջ բոլոր կարգախոսները հիշում եք։ Հիմա նույն էսեր ասածն է էլի։ Այն ժամանակ հենց որ Նիկոլը, ասենք, տապալել էր պատերազմը, ուրեմն պետական կառույցների վրա իր վերահսկողությունը այնքանով որքանով էր, դատական համակարգի վրա կարելի ասել չուներ, ու հիշում եք, ում բռնում են 5 րոպե հետո դուրս էր գալիս։ Այդ հիմա է, որ ում բռնում են գնում։ Հա։ Ու այդ պարագայում անգամ գիտեք ոնց է նվազ վարչական ռեսուրսները օգտագործելով այդ մարդը կարողացավ վերարտադրվել։ Ով եղել է Հայաստանում իշխանություն ու այսօր պատմում է հակառակ հեքիաթը, ուրեմն ինքը չեն պատկերացրել այդ լծակները։ Մեկը ինչ որտեղ իր համար երևում աշխատացրել է, դրա համար են ընկած հեքիաթներ պատմում։ Դե մենք էլ չենք ուզում պատմել հեքիաթներ, մենք ուզում ենք փաստեր, ուզում ենք։ Դե փաստերը ես ձեզ ասում եմ, փաստերը այս 3 ձևն է։ Ընդունակ ես ընտրությունը վերածել հեղափոխություն։ Չէ, նայեք, հեղաշրջումը լրիվ այլ բան է, եկեք մի քառնի։ Հեղաշրջումը դա հիմնականում լինում է, ասենք, որ այդ 3 քայլերով։ Չէ, նա 3 քայլերով, բայց բանը հեղաշրջման համար դա լինում է իշխանության բուրգի ներսում։ Դու քո հետ ընդդիմության ժողովրդի հետ կապ չունի։ Հասկանում եք։ Հիմա պատկերացրեք, որ ասենք շատ կոպիտ օրինակ, ասենք պատկերացրեք, ոչ Հայաստանի մասին եմ ասում, 2 իշխանավորներ, ասենք, դրանց կարկանդակ են ուտում եւ այն մեկը այն մյակի կարկանդակի մեջ, այսպես ասած, եւ ճանապարհում է նրան։ Դա է հեղաշրջումը եւ կարողանում է վերցնել իշխանությունը։ Հեղաշրջումը դա է։ Վրաստանում ու Ուկրաինայում կարկանդակ ուտելով էլ արեցին։ Դե չէ, այնտեղ ուրիշ բան է եղել։ Վրաստանում, Ուկրաինայում կարող ենք ես ծանոթ եմ քննարկել, բայց դա երկար բան է։ Հա, դա դրա հետ էլ կապ չունի։ Հեղաշրջումը դա լրիվ այլ բան է։ Այսինքն դու հեղաշրջումը լինում է իշխանական թիմի ներսում։ Վերջ։ Հիմա ընտրությունն է հեղափոխություն։ Ընդդիմության առումով մնում է այս ընտրություն, կամ դու պետք է հեղափոխություն անես, կամ ընտրությունը սարքես հեղափոխություն։ Ընդ որում, նայեք, Նիկոլ Փաշինյանը այնքան է ցինիկացել վերջի ամիսներին։ Ինքը վերջի ամիսներին ինչ է ասում, եկեք արեք հեղափոխություն, ճիշտ է։ Ինչի է ասում։ Որովհետև ինքն էլ գիտի, որ ընտրությունով իշխանություն չես վերցնի, ցինիկացել է այն կարգի, որ տիպը եթե կարում եք, եկեք արեք, ընդ որում ասում է, նայեք, ասում է, միակ իշխանությունն եմ, որը կոչ է անում, ճիշտ է, որ եկեք արեք հեղափոխություն։ Որտև ինքը պատկեր վստահ չի դրա համար ասում, թե ուզում է ցինիկանալու։ Չէ, ինքը վստահ է, որ դիմացիները ընդունակ չեն դրան։ Հա, վստահ չի։ Չէ, գիտի դրա համար է պարզա ցինիկանում։ Հա։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ, պարոն Կիվիրյան։ Ձեզ շնորհակալություն։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, Telegram-ում, միացեք մեր Patreon-ին, շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։